Կյանքումս առաջին մարտի 8-ը, որ մի նվեր կստանամ։ Երեկ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ուզում ես քարտ առած, պետք է ռուսական պասպորտ ունենաս։ McDonald's-ը պրոստը գույնն է փոխած ու լոգոն։ Տաքսու գինը ոչ մեկ չի տենում, ոչ վարորդն է տենում տաքսու գինը։ Ոչ ես եմ դետեմ, որտեղ ես ոչ ինտերնետ ունեմ, ոչ էլ։ Ամենամեծ մինուսը այն է, որ Wi-Fi չկա вообще, եթե կա իրանց դրել են Էմիրատների տեղը, որ պետքա մենակ ռուսական համարը լինի, որ կարողանաս գրանցվես։ Ուզում ես քարտ առած, պետքա ռուսական պասպորտ ունենաս, այսի շատ մեծ մինուս։ Հազիվ մի կերպ կարեցա Wi-Fi գտնեմ, դա վաղը կպատմեմ, իսկ հիմա եկեք ցույց տամ քաղաքը ցերեկով, ավելի շուտ առավոտ շուտ գնում եմ Էրմիտաժ։ Аэропորտի ամենասկզբում ոչ որ ներս որ մտնում ես միջև այդ դուրս գալու մուտքը քաղաք դեպի բան կա Yandex-ի, ինչ որ կետ է Yandex-ի, ոչ եմ, իրանք տաքսի են քո համար կանչում։ Իձև կպում ենք, բայց Wi-Fi այդ աղջկա բանով, համարով ռուսական, չուզենալով է կապում, այանի աղջիկեզնից չէր գնում։ Տաքսին կանչում ենք, տաքսին պարզում է նենցա կանչում, որ մենակ ինքը գինը գիտի։ Հիմա տաքսու գինը ոչ մեկ չի տենում, ոչ վարորդն է տենում տաքսու գինը, ոչ ես եմ դետեմ, որտեղ ես ոչ ինտերնետ ունեմ, ոչ էլ Wi-Fi ունեմ։ Հասնում եմ տաքսով տեղ, տաքսիստը ասում է ինչքան, ասում դե 1600 էր գրել։ Մի ժամից ինչ-որ բան եմ նայում, չեմ հիշում, ինքը չի կողմնորոշում, չի կարում ճշտի իրոք ինչքան է գինը, ասում է լավ 1000 ռուբլի տուր ինչի։ Որտե մի հատ պլյուս։ Պարզվում է, որ այսօր Էրմիտաժը մարտի 8-ի առիթով անվճար է ու գոնե մի հատ պլյուս կա։ Գոնե կյանքումս առաջին մարտի 8-ը, որ մի նվեր կստանամ։ Եթե ինչ մի ժամ հերթ եմ կանգնել, ամեն 15 րոպե մեկ է բացվում 40 հոգի։ Այս ձախ կոմի հերթը, այս էլ իմը, աջ կոմին է, հազիվ իմ հերթը հասավ, բայց դեմս մի հոգի կտրած մտավ, հմի ստիպած պետքա սպասեմ։ Մտել եմ ամենապրիմիտիվ սրահը, կոչվում է Հին Սիբիր, Կավկաս եւ այլն, տնենք ինչ կա։ Իմ արև հեռվից գալիս եմ ասում եմ, էսի հայկական է, թե չէ, նենց նման է հայկականի, պարզվում է այո։ Հին ուրարտական, այսքի մեր ազգային պատկերասրահանից չեմ տեսա, ինչ է գրած։ Էրմիտաժում ընդհանուր բաների քանակը, էքսպոնատների քանակը 3 միլիոնից ավել է, ասենք հրստեղներ։ Էրմիտաժում էքսպոնատների քանակը թվով 3 միլիոն ու ավել է ու կա նման թեորիա, որ եթե ամեն էքսպոնատի դիմաց դու գոնե մի րոպե կանգնես ու տենց անես ամեն օր, կապ չունի շաբաթը, կիրակյա ինչ գրողասա, դու ուղիղ 11, նո այս դեպքում ավելի շատ, արդեն 12-13 տարի քեզ պետք կգա, որ բոլոր էքսպոնատները մի րոպե եթե կանգնես, բոլորը հասցնես նայես։ Ասենք լավ չեք, Աշինան է, իմ օրև։ Աշինան է, խի էլ սենց բաներ մենք չենք սարքում, ինչ-որ մեկ ինձ կարա բացատրի։ Որոշեցի գնամ վկուսնայի տոչկա, իրանց McDonald's, փորձեմ տնամ, էդ ինչ է։ Ուրեմն սենց որ նայում եմ, լրիվ McDonald's-ը պրոստը գույնն է փոխած ու լոգոն։ Պատվերը մի քանի րոպե հետո բերեցին։ Ես վերցել եմ ձեր համար կոչվում կոլա, որը վխտում է, չգիտեմ խի, բուրգեր, ֆրի, նվերա հետ է գալի ու яблочный, չէ, վիշնյովը ես էլ ինչ, պիրոկ может быть։ Նեշի տենց ես եմ ինչ համոպա, որ տաք լնի սովածն ես, ոքեյ է, բայց եթե տենց
Այդ դրա համար գասացնես չէ, հավոյը։ Իմ արև ես բալի համով պիրոգը, ամենա համովն է սաղից, լուջ եմ ասում։ Եկեք հիմա այդ բացենք, տնենք սրա մեջ ինչա։ Ես շատ եմ ուզում այսի լինի չգրեմ խի, բայց ես թմաս սենց մի բան արնելու։ Ոչ, ես չեմ։ Հա, вообще։ Սիրոզմն, Alfa Bank։ Կոմենտում կարա գրեք, եթե մարդը որ ուզում այս Alfa Bank-ի պրիլոգը, սիրով կնվիրեմ։ Starbucks-ի բաժելքն է, ոնց տնում եք, մատրոշկայի գլխոսը ծավալացած է։ Կատկակավոյ կոֆե է, ասենց թնել, ինքը կազմել է գտե 360 ռուբլի միջին չափի կապուչինո, չէ, միջին չափի լատան, извиняюсь։ Մենակ ես կարամ գամ պիցեր ու խոսքի նայում։ Գամ վրացական խոհանոցում, ասենք Երևանում կյանքում մտած չկա, բայց թե ասացի մտնեմ ու ոնց որ Վրաստանում նույնպես թե обслуживание շատ վատած, սպասարկումը շատ անկապ է, նույն նորմալ է։ Տիպը նորմալ է, ինչ արած։ Կա այն ինչ կա։ Բայց անկեղծության համար ասեմ, պրոստը էլ տեղ չունեմ հաց ուտելու շատ խորհուրդ։ Ահա, 46-ը, նստեմ, գնամ երիտասարդական իշնեմ։ Այստեղ յուրաքանչյուր ավտոբուսի մեջ կար մեկը, ով որ մոտ էր մեր սենց սարքով, դու պետքա քո քարտը պահեր ու ապացուցեր, որ դու ճտացրել ես մտնելուց, նույնը ինձ թվում է Երևանում են անելու, բայց դժվար թե ստացվի, որ պիկ ժամերին մանավանդ ինչ-որ մեկը նստի մեջը։ Պիտեր գալը իմ համար երազանք էր մոտ 2-3 տարի հիմնականում Էրմիտաժ այցելելու համար ու տես ինչ ստացվեց։ Եթե ինչ շատ հաճելի եղանակա, вообще որ ցուրտ չի, ոնց որ մասիվում 5-6-րդ մասիվում քայլելություն է այդ տիպի եղանակա։ Այսօր վերջին օրն է, բարի լույս բոլորիդ, հիմա հագնում եմ գնամ ու պատմեմ մի հատ շատ հետաքրքիր բան, որը երեկ է տեղի ունեցել։ Պատմեմ երեկվա երազը։ Ուրեմն երեկ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ինչ էր անում Ռոբերտ Քոչարյանը, ինչ որ տղա, լավ, սա շուխորը, ինչ որ տղա իր վրա եսի ինչեր է գցում, վեշեր է գցում, ինչ է գցում, հետո պարոն Քոչարյանը մոտիկանում է, ուզում մոտիկանա, մենք չենք թողում, չգիտեմ, չեմ հասկանում ինչ էր կատարվում, վերջին հենց ստացվեց, ես քնի կեսից հելա ու տենց է չիմացա ինչ էր ստեղ անում պարոն Քոչարյանը, ոնց որ տեսա, տենց մոտավոր, բայց հետո չհասկացա ինչ էր անում։ Ես ունեմ գտե մի ժամանակ, որ էլի քայլեմ ու դրանից հետո պետք է արդեն գնամ ինքնաթիռ ռեգիստրացիա եւ այլն եւ այլն եւ այլն։ Մետրոների բոլոր ստանցիաները իդեալական տեղավորված են քաղաքի մեջ, շատ մեծ է մետրոները, ներսում կարաս քարտերը գնես ու հա ամեն մետրոն ունի անցակետ, որտեղ ստուգում են քո հետ ինչ-որ ավելորդ իր կա վտանգավոր, որ դու ներս ես տանում, թե ոչ։ Այստեղ եթե ինչ չկա որևէ կարգավորող, ոչ թե կանգնած կլինի, մարդկանց կօգնի կամ հակառակը, կասի էս արեք, այն մի արեք, մեզ թվաց է ոնց որ բոլորը այն կուլտուրան ունեն ու հասկացողություն ունեն, որ գիտեն ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն։ Եթե կորել է
կամ պետք է Բարսելոնան ամենավերևը, կամ ինչ-որ մեկից հարցնել, կամ էլ այս վահանակներից օգտվել։ Այս կոմինը սովորական նկար է, ստեղից արդեն LED էկրանը, որի վրա գրած է ինչը ոնց։ Նաև մետրոների հիմնական մասը փակ են, то есть դռները բացվում են ժամանակ, երբ որ նոր գնացքը գալիս է։ Նայեք, մետրոյի դուռը փակվեց։ Ահա, ստեյի մուտքի դուռն է փակվեց, всё, քշեցին գնացին։ Ես արդեն հասա այրոպորտ ու շատ քիչ մնաց, որ հետ գնամ Երևան, так что всё, ճանապարհորդությունն ավարտվեց, հուսամ կարողացան այս ցույցն պիցերը ոնց որ ես ինքս տեսա, որտեվ ինքը իրականում շատ հետաքրքիրություն է, բայց քանի որ շատ ժամանակ է խլում հեռախոսի մեջ նայելը, ես կեսից շատը դաժե չեմ նկարել, կներեք դրա համար։ Դուք չմոռանաք բաժանորդագրվեք ու կարաք դաժե կոմենտներով նշեք, որ երկիր կցանկանայիք մեկնել։